Շուրջ 16-18 օր է ձեր կնոջ կյանքի համար պայքարում են բժիշկները Աստղիկ բժշկական կենտրոնում եւ մեծ հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը ասաց, որ ամեն օր կոնսիլիումներ են արվում։ Ինչու է այսպիսի ծայրահեղ վիճակի հասել ձեր կինը։ Իմ կինը ջերմել է, ջերմելուց հետո ահազանգ արել իր գինեկոլոգ բժշկուն Անի Սիրունյանին, որը նկարագրել է ինչ սիմպտոմներ ունի, ջերմումա, հազ ունի, ու այդ ժամանակ Անի Սիրունյանը իրեն պատասխանել է, մի օր, այսինքն ինքը զանգ արել, չի պատասխանել, հաջորդ օրը արդեն իմ հեռախոսահամարով զանգ անելուց հետո պատասխանել է, ու իրան նշանակումներ արել պարացետամոլ, դեղորայք, պարացետամոլ, խմի, հեղուկներ շատ օգտագործի, կանցնի։ Հետո հաջորդ օրը կինս նորից զանգ արել բժշկուն, ասելով, որ նորից ջերմում է 30։ Այսինքն երրորդ օրը արդեն, որտեղ առաջին օրը զանգել էր չէր պատասխանել, երկրորդ օրը ձեր հեռախոսով, երրորդ օրը նորից զանգում է Անի Սիրունյանին։ Անի Սիրունյանը ասում է, ես բան կանեմ, դեղորայքը ասելուց հետո, որ պետք է ընդունի, դրանից հետո որ զանգում ասում է նորից ջերմում եմ, ասում է գնացեք Շենգավիթ բժշկական կենտրոն, Շենգավիթ բժշկական կենտրոնում թող զնեն ու ասեն ինչն է խնդիրը։ Այդ օրը հենց ասելուց հետո գնացել ենք Շենգավիթ բժշկական կենտրոն, Շենգավիթում հերթապահ անձնակազմը դիմավորել է մի կին, որը նստեցրել է ընդամենը ճնշումը, սատուրացիան, մեկ էլ տաքություն, ջերմությունն է չափել ու ասել է, որ ոչինչ բան չեն կարող անել, բացի սոնոգրաֆիայից։ Ինչ օր էր դա։ Որովհետև դա կիրակի օր էր, իրանց ասելով բժիշկներ չկային։ Մեկնաբանեցին այդպես։ Ու այդ ասելուց հետո մի անգամից Շենգավիթ բժշկական կենտրոնից իմ ներկայությամբ կինը զանգել Անի Սիրունյանին, ասելով, որ եկել ենք, SSS բաներն են արել։ Այսինքն ձեր կինն է զանգում։ Իմ կինն է զանգել, ասել է, որ ճնշումս են չափել, ցածր է, ջերմությունս չափել են բարձր է ու սատուրացիաս էլ բարձր է, նորմալ է։ Այդ պահին եղել է 96-97 սատուրացիան։ Որից հետո Սիրունյանը նշանակել է կնոջս ածուխներ, ու հա, մի բան, որ այդ ժամանակ որ ասեցին կարող ենք սոնը անենք, ինքը հարց է տվել կնոջս, թե երեխայի շարժը զգում ես, թե ոչ։ 23 շաբաթական է երեխան։ Կինս ասեց, ես զգում եմ երեխայի շարժը, ասեց, դե որ զգում ես, պետք չի սոնը անել։ Հիմա գնում ես ածուխ ես առնում, խմում, պարացետամոլ ես ընդունում, հեղուկներ, մեկ է սրտխառնոցի դեմ դեղ, որից հետո, որ այդ դեղորայքը նշանակեց տեղում գնել եմ, տարել եմ տունը, կնոջս կինս ընդունել այդ դեղերը, բայց րոպեի ժամ-ժամի զգում էինք, որ իր առողջական վիճակի հետ կապված ավելի ծանրանում է։ Շնչառության հետ կապված խնդիր ուներ, ջերմության հետ կապված խնդիր ուներ, ճնշման հետ կապված խնդիր ուներ։ Եվ նորից եք զանգել։ Եվ դրանից հետո նորից զանգում ենք, բժշկուհին ասում է, Անի Սիրունյանը ասում է, դե մեր մոտ քանի որ չկա բան, թերապևտ, արձակուրդում են, խնդրում եմ, եթե կամ ձեր տարածքային պոլիկլինիկա մոտեցեք թերապևտի մոտ, կամ ինչ-որ եթե մարդ ունեք ծանոթ թերապևտ բժիշկ, մոտեցեք թող զննի։ Որ տարել ենք արդեն երկուշաբթի մեր ծանոթ թերապևտի մոտ զննել է, դեղորայքը նշանակեց, բայց ասեց աջ կողմից սկսվող նոր թոքաբորբի նշաններ կա։ Դեղորայքը նշանակելուց հետո ինքը ասեց անպայման այդ պահին ինքը զանգ արել նաև Անի Սիրունյանին, որը չի պատասխանել, որ իր այդ խորհրդակցեր դեղորայքը գրելուց։ Չպատասխանելուց հետո ասեց անպայման կգնաք տուն, կխոսեք ձեր բժշկի հետ, դեղորայքը կասեք նշանակումները իմարած, եթե ինչ-որ փոփոխություններ կա, թող ինքը փոփոխություններ անի, այդ նոր փոփոխություններով կընդունեք այս դեղորայքը։ Ինչ եղավ հետո։ Դրանից հետո գնացել ենք տուն, դեղորայքի հետ կապված զանգել է կինս Անի Սիրունյանին, դեղորայքի փոփոխությունը, անտիբիոտիկի փոփոխությունը արել։ Այսինքն նորից չի կանչել հիվանդանոց, չի հոսպիտալ ասել, ինքը անհրաժեշտություն չի համարել։ Անհրաժեշտություն չի համարել։
Նորից իր ասած նշանակումներով դեղորայքը ձեռք են բերել, տվել եմ կնոջս, կինս ընդունել է։ Դա արդեն 3 շաբթի օրը։ 3 շաբթի օրը հետո օրվա երկրորդ կեսից զգացի, որ կինս շատ վատ է իրան զգում արդեն։ Ոտքերը թուլանում են, գլխի շրջանում ցավեր ունի։ Դրանից հետո մի անգամից կնոջս գրկած դրել եմ իմ մեքենան, ճանապարհին գնացել, այդ ընթացքում ճանապարհին կինս նորից այդ վատ իրավիճակով զանգ ա տվել բժշկուն, Անիս Յունյանն ասել է, որ ես շատ վատ եմ, ինչ անեմ։ Անիս Յունյանը ասել է տարեք նորքի ինֆեկցիոն։ Այդ ընթացքում ինքը կապ չէր պահում պատրոնաժային կապ ինքը բացարձակ չի զանգել, չի անհանգստացել, չի ինչ որ մի բան միջոցառում ձեռնարկել, ոչ մեկը ընդհանրապես։ Ճանապարհին կինս որ զանգում է Անիս Յունյանին, ասում է ինչ անեմ, ասում է շտաբ հասի ինֆեկցիոն հիվանդանոց բանի նորքի։ Դե հիմա ես այս պահին էլ չեմ հասկանում, ինքը լինելով բժիշկ չի իմացել, որ ինֆեկցիոնը նորքից տեղափոխվել է թե չէ, որովհետև վաղուց վանից ինֆեկցիոն նորքում չի, արդեն Բանգլադեշում տեղափոխել։